Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգվույն Սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի հարազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ով է ճշմարիտ ընկերը, ով է իրավ բարեկամը։ Այս հարցի մասին շատերս սիրելներ դժբախտաբար չեն մտածել։ Ինչու՞, որովհետև բազմաթիվ ընկերներով ու բարեկամներով շրջապատված են։ Բարեկամներ ու ընկերներ, որոնց հետ ջաշի գնստի, ուրախությանց կմասնակցի, դեղեր գերտա, բայց մտածած ենք, թե անոնց մե քանի հոգին իսկապես ճշմարիտ ընկեր են, իրավ բարեկամ են, որովհետև բարեկամությունները ուրախությանց ժամանակ չէ որ հայտի գլան բարեկամները, ընկերները, այլ նեղությանց ժամանակ։ Հաջող ծնողներ իրենց զավակներուն գսեն, ովքեր են ծեր ընկերները, մեզի ցույց տվեք զանոնք, գուզեք ծանոթանալ անոնց հետ։ Սակայն ծնողներ իրենք, մեծերը իրենք չեն գիտեր թե ովքեր են իրապես իրենց բարեկամները։ Մենք կգարտանք Ղուկասու ավետարանի 10-րդ գլխու մեջ 29-37 համարներու մեջ, թե ինչպես օրմը օրենքի ուսուցիչը Հիսուսի հարցուց ով է ընկերս։ Եվ ի պատասխան ասոր Հիսուս անոր արագ պատմեց, Փարիս Սամարացին արագը, որուն մասին դուք լսած եք եւ գիտեք պատմությունը։ Պարզապես ասեմ, որ Հիսուս ցույց տվավ օրենքի ուսուցիչին, որ իր ընկերը ոչ թե իրեն ծանոթներն են անպայմանորեն, այլ ճշմարիտ ընկերը անծանոթ մեկն էր։ Նույնիսկ աներ որուն չեր ախորժեր, որ մեջ չեր ախորժերինք, սակայն անիգա սեր ցուցաբերեց, քուտ ցուցաբերեց, ողորմություն ցուցաբերեց, վիրավոր մարդու նկատմամբ եւ խնամք տարավանոր։ Պատմեմ սիրելներ ցեզի ուրիշ պատմություն արագը։ Ժամանակին մարդը իր դան մեջ ուրախություն գուզենել եւ այդ ուրախության հրավիրել իր բարեկամները, ընկերները, թրացիները, հարևանները։ Հետևաբար բարարդ հորտը գմորթե գգդրդե զանոնք եւ գսկսի խորովել։ Ուրախ էր սիրտը։ Բարեկամներուն, ընկերներուն համար գուզեր ճաշտալ իբադիվանոնց։ Ոստի գգանչե իր մոտ իր եղբայրը եւ գսե քնա մեր բարեկամներուն, թրացներուն գանչե որբեսի քան դունս ուրախություն ունենք։ Միասին խորոված ուտենք։ Եղբայրը երբ դունեն դուրս գելե փոխանակ երթալու եւ իրենց ընկերներուն թռները մեկ առ մեկ թագելու եւ զանոնք հրավիրելու ուրախության ջաշին ճամփագելե եւ բարձրացային գբորա գսե ով ժողովուրդ բարի մարդիկ եղբորս դունը հրթե հինգած է գրակ կառնե գխնդրեմ աջաբարեցեք եկեք հանգցնելու զայն մարելու զայն եւ իր ցայնը աղաղակը գարցականքե ժողովրդի մեջ ու պերնան գդարածվի շատեր ամիջապես իրենց դուրերը գվազեն որպեսի չլա թե հրթեհը հանգարց իրենց դուներն ալ հասնի ուրիշներ իրենց թռները բադուանները գփագեն չլսած ըլլալով իբրև թե ըսվածը սակայն քանի բվարգյաններ յետք եղբորը դունը մարդոցմով գլեցվի եւ ի զարմանս եկողներուն կտեսնեն որ դունը ոչ թե հրթեհ գար այլ ընդհակառակը խորովածի սկանչելի բուրմունք հոդը լեցուցած էր մտնոլորտը սեղան պատրաստված էր եւ համատամ ջաշեր տրված էին ուստի գրավիրվին որ նստին ուդեն խմեն ուրախանան մինչև որ գշտանան մեծ եղբայրը
Զարմանքով փոքր եղբորը գսե. «Սիրելի եղբայր, ես աս մարդոց մեջ ո՞և մեկը չեմ ճանչնար։ Ուր են մեր բարեկամները, ընկերները, ուր է մեր թրացիները»։ Եվ փոքր եղբայրը մեծ եղբոր գսե. «Սիրելի եղբայր, այս մարդիկը, որոնք եկած են եւ սեղանը նստած են ու ճաշակեն, անոնք ուդելիքի համար չեկան։ Անոնք եկան, որբեսի իբրև թե դանդ մեջ հրթեհ գար, որբեսի այդ հրթեհը գրագը մարեին։ Մինչդեռ այն մեր բարեկամները եւ ընկերները, որոնք լսեցին թե դանդ մեջ հրթեհ կա ու չեկան, իրենց դուները կացին, թուր բադուհամ փակեցին։ Անոնք ներգա լանգամփացգա, ինչ արժեք ունի։ Անոնց ոչ ներգայությունը պետք է, ոչ ալ բացակայությունը զգալի։ Անոնք ճշմարիտ ընկերներ չեն։ Անոնք արժանի չեն քու հացետ ուդելու, քու սեղանետ օգտվելու եւ քու բարեկամությունը վայելելու։ Ասոնք, որ առանց քեզ ճանչնալու, երբ լսեցին թե դանդ մեջ գրակ կա, աջաբարեցին, եկան որբեսի հրթեհը մարեն, ասոնք արժանի են քեզի բարեկամ ընկեր գոչվելու։ Եվ բահմը մեծ եղբայրը լուր գտիդե այս անձանոտ մարդիկը ու մտածելով ինքն իրեն գսե. իրապես ճշմարիտ ընկերները ոչ թե ուրախության ժամանակ հայտնի կլան, այլ նեղության ժամանակ։ Փարուական տաս այս պատմության այն է, սիրելիներ, որ մենք հաջող մեր ընկերներու համար, բարեկամներու համար կյանքը զոհենք, կարծելով, որ անոնք մեզ իսկական բարեկամներ ու ընկերներ են։ Սակայն երբ նեղության մեջ կլանք, անոնց մեջ շատերը մեր կյանքի մեջ չգան։ Վստահ եմ, որ ցեզ մեջ շատեր հարսանիքի հրավիրած են շատ բարեկամներ, ընկերներ, թրացիներ, զանոթներ։ Անոնք եկած են ուրախության մասնակցած են, սակայն երբ նեղության մեջ եղած ես, անոնց մեծ մասը կյանքիդ մեջ երբեք չեն եղած։ Ընդհակառակը քեզի օգնության հասած են անոնք, որոնց չես ճանաչած, անոնք, որոնք օդար եղած են։ Դեր Հիսուս Քրիստոս ճշմարիտ բարեկամության, ընկերության մասին խոսելով Հովանու ավետարանի 15-րդ գլխու 10-րդ համարի մեջ տեսեք ինչ կսե. մեծակույն սերը այն սերն է, որով մարդ ինքզին կզոհե իր բարեկամներուն համար։ Մեծակույն սերն է անիկա եւ մեծակույն բարեկամությունը, երբ մարդ ինքզին կզոհե ուրիշներուն համար։ Սիրելներ, գրնալալ, որ սեղանի ընկերներ ունիք, ոմանք կսեն խմիչքի ընկեր ունինք, խորովածի ընկեր ունիք, բայց նեղության ժամանակ ծեր գողքին եղող ընկեր ունիք ընկեր, որ ծեր փերը իր վրա առնե, թեթևցնե ցեզի ծեր փերը։ Ունիք ընկեր, որ ցեզի հավատքի մեջ մղե։ Ունիք ընկեր, որ ճշմարիտ սեր ունի։ Ասիրներ այս մասին գխոսին ավետարանները եւ արաքյալներուն թուղթերը։ Բոսարաքյալ առաջին Թեսաղոնիկեցիներուն ամագի 5-րդ գլխու 11-րդ համարի մեջ կսե. Քաչալերեցեք իրար եւ իրարու հավատքը ամրաբնտեցեք։ Ունիք ընկեր, որ ցեզ երբ դգարեք, նեղության մեջ եք, ծեր հավատքի մեջ ցեզ գամրաբնթե, Աստուծո խոսքով ցեզ գզորացնե։ Ունիք մեկը, ահա անիգա է ծեր ընկերը։ Ոչ թե ծեր սեղանի վրա նստողը, միանջաշ ուդողը։ Կամ ուրիշտեղ Բողոսարաքյալ գսե քաղաքացիներուն ամագի 6-րդ գլխու 2-րդ համարի մեջ. իրարու փերը վերցուցեք եւ այդպիսով գդարեցեք Քրիստոսի սիրո օրենքը։ Ունիք մեկը, որ ծեր փերը ցեզի հետ կվերցնե, ծեր նեղության ժամանակ ծեր գողքին գլա, ցեզի բարի խրատներ գուտա, Աստուծո խոսքով գզորացնե։ Ահա այդ է
ճշմարիտ ընկերը։ Կամ Եբրայեցիներու նամակի մեջ գսվի սիրելիներ 10-րդ գլխու 22-րդ համարի մեջ ուստի անգերտ սրդով եւ վստահությամբ լեցուն հավատքով մոդենանք Աստուծո մեր սիրտերը մաքրած խղճմտանքը զարրացող հանցանքներեն եւ մեր մարմինները մաքուր ջրով լվացված եւ կշարունակե 23 եւ 24 համարներն անգարտամ անխախտ բահենք անհույսը որ գտավանենք վստահ ալալով որ Աստված հավատարիմ է իր խոստումին հոգածու լանք իրարու հանդեպ սիրո եւ բարի կորձերու մղելով իրար հոգածու լանք իրարու ունիք մեկը որ ցեզի սիրելներ հոգածու է եւ բարի սիրով եւ բարի կորձերու գարաշտոտեցես ունիք մեկը այս է ճշմարիտ սերը աննորմալ բողոսակյալ գոչ կուղե բոլոր հավատացյալներուն եւ գսե հռոմայեցիներու նամակի 13-րդ գլխու գարտամ ցեզի 9 եւ 10 համարները Ձեր սերը թող անգերձ ըլլա ադեցեք ինչ որ չար է եւ բարին գարչած մնացեք եղբորպես իրար սիրեցեք քորովանքով հարկելու մեջ իրար կերազանցեցեք Սիրելի քույրեր եղբայրներ Հիսուս ոսկյա գանոնը հաստատեց եւ ասավ ինչ որ գուզեք որ մարդի գնեն ցեզի դուք ալ նույնը արեք անոնց Մատթեոս 7-րդ գլուխ 13-րդ համար Հիմա գուզեք ճշմարիտ բարեկամ ունենալ գուզեք իրական ընկեր ունենալ ապա դուք եւ ես ուրիշներու կյանքին համար ուրիշներուն համար ուրիշներու կյանքի մեջ ճշմարիտ ընկերը լանք իրավ բարեկամը լանք ոչ թե երբ որ անոնք ուրախություն գազմագերբեն ու մեզ կգանչեն այդ ժամանակ միայն մենք անոնց հետ լանք անոնց սեղանագից լանք այլ իրենց նեղության ժամանակ իրենց ցավին ժամանակ ցավագիցը լանք ուրախության ժամանակ ուրախագիցը լանք եւ սիրելներ օգնենք իրարու որ իրարու փերը վերցնենք հավատքի մեջ իրար քաչալերենք իրար մղենք բարի կորձերու այդ ժամանակ մեր ընկերությունը ճշմարիտ կլա այդ ժամանակ ոչ թե մենք խորովածի սեղանի խմիչքի ընկեր կլանք այլ կյանքի ընկեր կլանք մենք մեզ զոհենք ճշմարիտ ընկերասիրության հոգիով ճշմարիտ սիրով որբեսի սիրելներ մեր շրջապատի մեջ մարդիկ բարիանան Երանի թե մեր ասկի բոլոր զավակները իրարու հանդեպ ճշմարիտ սեր ունենային Երանի թե այս դիրող բղդոր մտնոլորդը այս թունավորող մտնոլորդը վերջ գտներ եւ մենք սիրելներ իրարու հետ սիրով սրբությամբ ապրեինք եկեք ճշմարիտ ընկերներ լանք ու այդ ժամանակ ճշմարիտ ընկերներ պիտի հայտնվին մեր կյանքի մեջ բադվենք իրար սիրենք իրար քորովանքով եւ իրարու քերազանցենք հարկելու մեջ ու սիրո մեջ Աստված ցեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ցեր բոլորին